ԱՄՆ քաղաքական եւ անվտանգային համակարգում նոր սկանդալ է հասունանում։ Թրամփի մտերիմ գործիչը հայտնվել է հրապարակային մեղադրանքների, կասկածների եւ հակասական հայտարարությունների առանցքում։ ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել, հրաժարվելով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին եւ կոչ է արել նախագահ Թրամփին փոխել կուրսը Իրանի հարցում։ Թաքեր Կարլսոնի հետ զրույցում նա հայտարարել է, որ իսրայելական լոբին է պարտադրել պատերազմի որոշումը եւ Իրանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Իսրայելը գիտակցաբար ոչնչացրել է երկխոսության բոլոր ուղիները։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին միակ մարդն էր, որի հետ միջազգային հանրությունը կարող էր խոսել։ Թեհրանը միջուկային զենք ստանալու շեմին չի եղել, ոչ էպիկական կատաղության ռազմական գործողության մեկնարկի պահին, ոչ էլ նախքան 2025 թվականի հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հանրապետության միջուկային օբյեկտին հասցված հարվածները։ Իրականում մենք հետախուզական որևէ հավաստի տվյալ չենք ունեցել Իրանից եկող որևէ վտանգի մասին։